Անուն Հոր եւ Որդու եւ Ոգու Սրբու ամեն։ Ամեն։ Սիրելի հավատավոր ժողովուրդ, մենք ճանապարհորդություն անցանք այս 40 օրերի ընթացքում մեծ պահոց շրջանը։ Ապաշխարության շրջան, ինքնակնդության շրջան, վերլուծությունների, ձեռքբերումների շրջան, դժվարություններ հաղթարելու եւ կամքը զորացնելու շրջան, նաեւ մարմինը նեղելով, նկատի ունեմ պահքը նեղելով հոգեվոր առաջադիմություն ունենալով եկանք ըստ հանգրվանների հասանք բարձրակետին, որ է մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հարությունը։ Հատկանշական էր ավագ շաբաթը, որը սկսվեց ծաղկազարդով մեր Տիրոջ աշխարհային կյանքի վերջին օրերով եւ դեպքերի արագ զարգացումով ի վերջո մենք տեսնում ենք, որ Քրիստոս խաչի վրա է, իջեցնում են, տանում, դնում գերեզմանի մեջ եւ քանի որ Քրիստոս նախապես արդեն ասել էր իրենց, որ հարություն պիտի առնի, նույնիսկ պահակներ են կանոնեցնում գերեզմանի առջև, որպեսզի աշակերտները չգան եւ մարմինը չգողանան, հետո ասեն, որ հարություն է արել։ Բայց դե մենք կարդում ենք Աստվածաշունչը, գիտենք, որ առաքյալները բոլորը փախան։ Վախեցած են, երբ որ եկան Քրիստոսին ձերբակալեցին ու տարան, բոլորը փախել են։ Իրենք ինչ համարձակություն պիտի ունենային գնալ մարմինը գողանալու, հատկապես եթե այնտեղ պահապաներ կային կանգնած։ Քահանայապետը դիմեց Պիղատոսին ասելով, կարող են գալ աշակերտներ մարմինը գողանալ տանել, եւ Պիղատոսն ասաց, դուք ունեք զինվորներ, այսինքն հռոմեական զինվորներ են, որոնք որ տաճարի պահպանությամբ են զբաղվում եւ մասամբ ենթարկվում են քահանայապետին, բայց դրանք հռոմեական զինվորներ են, որոնք եկան եւ սկսեցին պահպանություն անել, բայց ասում է Տիրոջ հրեշտակի իջավ եւ նա շարժի պես դղրդաց ամենը, այդ քարը գլորեց մի կողմ, գլորեց մեծ քարը, որը որ դրված էր գերեզմանին որպես կափարիչ եւ նստեց դրա վրա։ Եվ իհարկե պահապանները սրանք հռոմեացիներ են, հրեաներ չեն, բայց այդ ամենը տեսնելով իրենք մեծ վախ սարսափ ապրեցին եւ փախան, գնացին քահանայապետի մոտ, չգնացին Պիղատոսի մոտ, այլ կոնկրետ քահանայապետի մոտ նպատակային, որովհետեւ իրենք իրենց հսկիչ կետը բաց էին թողել, իրենք իրավունք չունեին այդ պահակակետը թողնելու անտեր, դրա դիմաց պատիժ կար, դա մահապատիժն է, իրենք մահով պիտի պատժվեն այդ զինվորները, ծառը ասում եմ հռոմեական առաջի դարի զինվորական օրենքները մեջ բերելով, դրա համար գնացին քահանայապետի մոտ եւ ասելու, որ մահվանից առավել վախենալու բան են տեսնել, գնացին, որ քահանայապետին ասեն, նման բան է տեղի ունեցել, ինչ պիտի անենք։ Քահանայապետն ասում է, որ մենք հոգ կտանենք, դուք ուղղակի ասեք, որ մարմինը գողացել են, մնացածը մենք կուսակալի հետ կամ Պիղատոսի հետ ձեր հարցերին պատասխան կտանք, դուք չեք ուժվի։ Դրա համար իրենք գնացին քահանայապետի մոտ եւ ոչ թե իրենց հրամանատարների մոտ։ Նպատակը սա է։ Ու քանի որ Տիրոջ մարմինը դեռ չէին հասցրել օծել, հաջորդ օրը այգուցին, այգուցը առավոտյան վաղ, Կիրակի առավոտ շուտ, գնացին կանայք, որպեսզի մարմինը խնկարկեն, օծեն, եւ ճանապարհին մտածում են, թե այդ քարը ով պիտի բացի գերեզմանի դռնից։ Իհարկե գալիս են, հրեշտակն է հանդիպում, տեսնում են, որ քարը բաց է, եւ ասում են, գիտեմ, որ Հիսուս Նազարեթցուն եք փնտրում, ինքը գնաց Գալիլեա ասում է, առաքյալներին գնացեք ասեք,
որ գնան Գալիլեա եւ այնտեղ իրենց հետ հանդիպեն։ Իրեն հետ հանդիպեն։ Եվ ասում է ահավասիկ այնտեղը ուր որ նրա մարմինը դրել է։ Իհարկե հետո առաքյալներն են գալիս, Հովհաննեսն է գալիս։ Մտնում տեսնում է Տիրոջ վարշամակը, ասում է ուրույն ծալված եւ մի կողմ էր դրված։ Հովհաննեսը դրանից հասկանում է, որ Տերը հարություն է առել, որովհետև այդ վարշամակը, այդ շորի կտորը Տերը սովորություն ուներ միշտ նույն կերպով ծալելու։ Մահացած մարդը չէր կարող ծալել այդպես։ Եվ ինքը տեսավ, որ Տերն է ծալել, իր զգեստը դրել է այդտեղ։ Մենք այդ զգեստը տեսնելով ցած հավատալ։ Հետո ճանապարհին է երևում Քրիստոս, անընդհատ երևումներ է ունենում։ 50 օրերի ընթացքում ինքը երևում է 40 օրերի ընթացքում երևում է աշակերտներին ու շատերին 57 օր արդեն հոգեգարուսն է։ Աստծո ներկայությունը հոգու միջոցով է աշխարհի վրա դառնում։ Սիրելիներ, հիմա մենք ուրախանում ենք։ Մեր ամենամեծ տոներից մեկն է Զատիկը, հարությունը Տիրոջ։ Ինքը իրականության մեջ ամենամեծ տոնն է։ Քրիստոսի ծնունդից էլ մեծ տոն է։ Շատ ծնունդներ կարող է լինել, բայց ոչ մեկ հարություն չառավ։ Բայց Քրիստոսը առաջինն է։ Բոլորը տեսել են, որ մահացած մարդուն կարող են հարություն տալ, կենդանություն տալ, բայց որ մահացած մարդը իրեն կենդանություն տա նման բան չեն տեսել իրենք։ Եվ դա ճանապարհ է մեր համար։ Տիրոջ հարությունը նաև մեր հարությունն է նախանշում։ Մեր զատկական սեղանը գեղեցիկ է, շատ լավ է։ Ուզում եմ, որ երբ սեղան նստեք ձեր տանը անպայման սովորեցրեք, պատմեք ամեն անգամ Քրիստոսի հարությունը, որ Քրիստոս հարություն առավ եւ մեր համար օրինակ դարձավ։ Մենք էլ ենք դառնում արդեն հարություն առնող, այդ ճանապարհը արդեն իսկ բաց է Քրիստոսով։ Այնպես որ հարությունը հաղթանակ է մահվան հանդեպ։ Մինչև հիմա մեր մեջ կա նաև մահվան հանդեպ, եթե անհավատությամբ ենք ապրում, բայց եթե Աստծով ենք ապրում, Քրիստոսով մահվան նկատմամբ վախը վերանում է։ Քրիստոս ասում է, ես եկա աշխարհ, որ դուք կյանք ունենաք եւ առավել կյանք ունենաք։ Այսինքն ոչ թե միայն այս աշխարհի կյանքը, այլ հավիտենական կյանք ունենաք։ Դրա համար եմ եկել ասում է աշխարհը, որովհետև մարդ չկա, որ չմեղանչի։ Բոլորը ասում է անօրինացան, բոլորը մեղքեր գործեցին։ Եվ այդ մեղքի վարձքն էլ մահն է։ Այսինքն յուրաքանչյուր մարդ մեղավոր է։ Պարզ է, թե մեղավոր է, այլև մահկանացու է։ Այդ մեր փոխարեն ումը պիտի տանք այդ փրկագինը, ով պիտի տա։ Քրիստոս ինքը մեր փոխարեն մահացավ։ Որպես հավիտենական զոհ, բոլորիս յուրաքանչյուրիս համար անհատապես Քրիստոս զոհաբերվեց։ Եվ մենք դրա համար չենք վճարում, վճար չենք տալիս Տիրոջը, դա շնորհ է, դա պարգև է, փրկությունը, հարությունը պարգև է մեզ, Աստծուց, Աստծո ձրի պարգևն է, որի համար ինքը շատ մեծ գին վճարեց, որը մենակով անցավ։ Գիտեք, լսել եք նման խոսք, ասում են ընկերոհի մահը հարսանիք է։ Մարդիկ եթե դժվարության մեջ են, երբ որ ընկերները, հարազատները կողքին են, բարեկամները կողքին են, մարդը հեշտությամբ է տանում դժվարությունը, նույնիսկ երբ որ հարազատ են կորցնում, մխիթարական է մեր հարազատների մյուսների ներկայությունը։ Ուրախալի է, որ ընկերները կողքիդ են, քեզ միշտ ուժեղ է զգում։ Բայց Քրիստոս մենակ գնաց։ Առաքյալները որից է մեկը չկա, որ կանգնեցին կողքին։ Ամբողջ աշխարհը ապրում էր, ինքը գնաց մահվան։
եւ մարդու պես ամբողջ ցավերը զգացիր մարմնի վրա կատարյալ մարդու պես ամբողջ ճանապարհ անցավ եւ որպես անմեղություն որպես Աստծո որդի ինքը դարձավ հավիտենական զոհ յուրաքանչյուրիս համար օգտվենք մենք Տիրոջ ընձեռած հնարավորությունից մենք փորձենք եւ ապաշխարությամբ եւ փոխվելով ու ուղղվելով դեպի Աստված մոտենանք այն մնացածը որ չենք կարող անել այն Աստված մեզ իր ողորմածությամբ իր մարդասիրությամբ իր ներողամտությամբ հավիտենական կյանքի արժանի պիտի դարձնի դրա համար մենք պիտի խնդրենք Աստծուն դրա համար մենք նաեւ ուրախ ենք որ մահվան հանդեպ հաղթանակ եղավ Քրիստոսի միջոցով մահը այլևս մեր վրա իշխանություն չունի սա է ուրախությունը սա է Տիրոջ հարության զորությունը որ մեզ պարգևում է հավիտենական կյանք Աստված զորացնի բոլորին ձեր ուխտը ընդունելի ամբողջ այս ճանապարհը ովքեր որ անցան եւ պահպանելով եւ իրենց չափով պահպանելով եւ ուտելիքի պահ եւ նաեւ հոգեվոր իմաստով ինչ որ սխալներից հրաժարվելով առաստված ընդունելի թողնի ամեն եւ եկեք լիարժեք կերպով այսօր այդ ուրախության ավետի ստանք ինչպես առաքյալները ուրախացան Տիրոջը հարություն առած տեսնելով ասենք Քրիստոս Մարիա Միրելոս օրհնյալ է հարությունը Քրիստոսի Քրիստոս Մարիա Միրելոս օրհնյալ է հարությունը Քրիստոսի Քրիստոս Մարիա Միրելոս օրհնյալ է հարությունը Քրիստոսի Ձեզ մեզ բոլորիս բարի ուրախ լուր ուրախ ավետիս Երբ մեզ համարձակած այն բարբարով բանալս